Հայաստանի Հանրապետությունում եւ ցանկացած զարգացած երկրում պետք է ունենալ ուժեղ ընդդիմություն, չկա ուժեղ ընդդիմություն, իշխանությունը լկտիանալու է, իշխանությունը դառնալու է անվերահսկելի։ Մի հատ տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ է անում ամեն անգամ ազգային ժողով գալուց։ 2021 թվականից է մաս է։ Սրանք աշխարհում չկա ուրիշ երկրորդ երկիր է, որտեղ երկրի գործադիր իշխանության ղեկավարը, որը հաշվետու է parlamentin, կամ մատ թափտա parlamenti վրա, կամ մատ թափտա падգամավորների վրա, կամ մատ թափտա ընդդիմության վրա, կամ ընդդիմությանը մեղադրի կոռուպցիայի մեջ, կոռուպցիով թաթախված լինելու մեջ։ Ապշած եմ ուղղակի։ Եթե Նիկոլ քեզ թվում է, որ դու Սեյրան Օհանյանին, Գևորգյան Արմենին, դաշնակցականներին, այսքան մնացածներին կոռուպցիայի մեջ մեղադրելով դու արդարանում ես, դու, չգիտեմ, չեք մեղանում ես, ճիշտ հակառակը, քո իշխանությունը ուղղակի պատասխանատվություն է կրում կոռուպցիոնից падգամավոր ունենալու մեջ, որտեղ հաջորդ իշխանությունը քեզ հարց է տալու, տղա ջան։ Բայց եթե կոռուպցիայով թաթախված են այդ մարդիկ, ինչ գործ ունեին ազգային ժողովում օրենսդիր իշխանություն լինելուց, օրենսդրական գործունեություն իրականացնելուց, ինչ գործ ունի, ինչու այդ մարդիկ դատված չէին, դատապարտված չէին, պատասխանատվության ենթարկված չէին, հարցնելու են, ոչ միայն հարցնելու են, պատասխան են պահանջել ու հաստելու են։